Բարև սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ դիմել բոլոր հայերին, նշանակություն չունի ում եք ընտրել դուք, որ ճամբարից եք, ես ուզում եմ դիմել բոլորիդ։ Ես այսօր կարևոր հանդիպում ունեի եւ չեմ ուզում տալ մարդու անունը, թե ում հետ էի հանդիպում, բայց հանդիպում էի մի շատ հմուտ հին լոբիիստի հետ։ Լոբիիստները դրանք մարդիկ են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որոնք որ զբաղվում են interest group են ասում դրանց, մարդիկ, որոնք ինչ-որ հետաքրքրություն ունեն ինչ-որ հարցերում։ Ասենք, մարդիկ, որոնք չգիտեն, ես բացատրեմ, ասենք թե Philip Morris կամպանիան, Philip Morris-ը Marlboro, բոլոր սիգարետներ արտադրող կամպանիան, ուզում է, որ ինչ-որ օրենք փոխվի ինչ-որ մի նահանգում, որովհետև այդ նահանգում իրենց սիգարետի դեմ ինչ-որ մի ուրիշ կազմակերպություն ակցիա ունի կազմակերպած եւ այդ նահանգում սիգարետի առքուվաճառքը ավելի դժվարությամբ է լինում։ Լոբիիստները մարդիկ են, ես սա բացատրում եմ սիգարետի կամպանիայի պահով, բայց դուք հասկացեք, յուրաքանչյուր հարցում լոբիիստները Ամերիկայում կարող են մտնել եւ առաջ տանել խնդիրը։ Նրանք ասենք լոբիիստական ինչ-որ կամպանիա ունեն, ճանաչված լոբիիստներ են Վաշինգտոնում եւ զբաղվում են այդ Philip Morris-ի հարցով։ Նրանք ուրեմն վարձում են այս լոբիիստներին, ոնց որ կգնաք կվարձեք փաստաբան։ Եվ լոբիիստը գնում է Վաշինգտոն իր կապերի միջոցով փոխում է կամ փոխել է տալիս այդ օրենքը, որովհետև ունի ասենք կապեր ինչ որ այդ նահանգի կոնգրեսմենի կամ սենատորի հետ եւ այդ դրանց միջոցով փոխում է այդ օրենքը, որ Philip Morris-ը կարողանա այդ տվյալ նահանգում իրենց արտադրանքը վաճառելու այլ խնդիր չունենա։ Լոբիիստը դա է։ Եվ լոբիիստները շատ լավ հասկանում են քաղաքական բոլոր process-ներից եւ ունեն inside information, այսինքն իրենք մեջն են, իրենք այդ շփումները ունեն եւ ունեն ինֆորմացիա։ Ես ոնց որ հասկացա, ինչ որ վերաբերվում է մեր պետությանը, Հայաստանի Հանրապետությանը այս պահին, ոչ մեկ չի ուզում իր անունը այդ հարցի մեջ շոշափվի կամ չի ուզում իր անունը ազգանունը երևա այս process-ի մեջ։ Ես ոնց հասկացա, մեր պետության հետ կապված կան process-ներ, մեծ process-ներ, որտեղ մարդիկ չեն ուզում իրենց անունը երևա։ Երևի ես միամտություն եմ անում իմ դեմքը, իմ անունը եւ իմ ներկայությունը ինքս առանց ոչ մի շահի, առանց ոչ մի վարձատրության, առանց ոչ մի բանի ինքս ինձ ներքաշեմ նման մեծ process-ի մեջ, հասկանալով անգամ, որ սա այնքան մեծ եւ բարդ process է, որ երևի թե չէ, երևի ես ոչ մի բան ուղղակի չեմ կարողանալ, բայց ապրել այն մտքով, որ թողնել ուղղակի ինքնահոսի, որ պետությունդ քո հայրենիքը գնա վերջնականապես հիմքերից քանդվի եւ այլևս գոյություն չունենա, դրանից հետո դու պետք է կարողանաս ապրել այդ խղճով։ Իսկ նման չափի մեղք քաշտալը քո հետևից դա ուղղակի բեռա, որ ես չեմ ուզում իմ կյանքում ունենալ։ Երևի կհարցնեք, ինչի դու, ոնց որ շատ չէ, բայց քաղաքացիներ կան, մարդիկ կան, որոնք որ մտնում են եւ կոմենտների մեջ գրում են, ինչ ես է խոսում, կամ քեզով ասեց, որ դու խոսես, նման մի բան։ Ես ուզում եմ կարճ համառոտ պատասխանել, չեմ ուզում նման մարդկանց վրա ժամանակ ուրեմն կամ իմ շունչը անգամ նրանց վրա վատնել։ Ես հիմա կարճ ասեմ, հասկացեք։
Բայց ես չխոսեմ ով խոսի։ Ես 2001 թվականից անգլերեն ասում են there was no stone that I left unturned։ Դա նշանակում է մի քար չի մնացել, որ ես չբարձրացնեմ, տակը չնայեմ։ Այսքան քարերի տակ նայելով, այսքան ինֆորմացվելով, այսքան հասկանալով այս process-ներից, այս երկրից, համաշխարհային process-ներից, այս ինֆորմացիայի բազան ես չեմ կուտակել, որպեսզի ուղղակի նստեմ դրա վրա։ Հետո մի ուրիշ բան էլ։ Եկեք դուք խոսեք, ես լսեմ, ես պատրաստ եմ բոլորին լսել։ Եթե ունեք խելացի ինչ-որ մի բան խոսելու, ասելու, ես ձեզ խոսք եմ տալի, կնստեմ եւ կլսեմ, մինչեւ վերջ, անգամ չեմ ընդհատի, եթե անգամ ես համաձայն չեմ ձեր մեջ բերած, ուրեմն ֆակտերի հետ։ Բայց այս պահին ես խոսում եմ, որովհետև ես գիտեմ, որ ես տեղյակ եմ։ Եթե մարդիկ, որոնք որ եղել են այս բոլոր process-ների մեջ վերջին 30 տարում եւ ավել, իրենք ամեն ինչ անեին այնպես, ինչպես պետք էր, ոչ թե մենակ իմ, այլ ոչ մեկի խոսալու կարիքը չէր լինի։ Եվ ես շատ ուրախ կլինեի, որ արած լինեին այնպես, որ ընդհանրապես խոսալու կարիք չլիներ։ Բայց ոնց որ տեսնում եք, իրոք խոսալու կարիք կա։ Ոնց որ տեսնում եք, ոչ մի բան ուղղակի ճիշտ չի արվել, ոչ մի բան, քանի որ եթե ճիշտ արվեր, մենք չենք գտնի մեզ մի ուրեմն սիտուացիայի մեջ, որտեղ ոչ միայն երկիրը ձեռքներիցս գնում է, այլ ունենք ղեկավար, դուք պատկերացնում եք ինչ է կատարվում։ Մենք ունենք ղեկավար, որը որ ինքը իրենով առանց ոչ մեկի խնդրելու, անգլերեն մի շատ հետաքրքիր բան կա, ասում են don't volunteer։ Դու մի անգի մեջտեղ դու ասես ես կանեմ։ Մինչև քեզ չասեն, մի ասա դու մի գնա անկի մեջտեղ, ասա ես կանեմ դա։ Այս մարդը volunteer անում անընդհատ ասում է ես կտամ։ Ես կտամ։ Այս մարդը իր արկածախնդրությունների պատճառով մեր պետությունը բերել կանգնացրել է այն իր ասած խաչմերուկին իրական Հայաստանի, որը որ իրական Հայաստան այդ ես չգիտեմ դա ինչ է ինքը կոչում, այդ խոսմունքը, այդ պրինցիպը, այդ իդեոլոգիան, դա ուղղակի ցնդաբանություն է, իրական Հայաստանը որն է, դուք պատկերացնում եք, եթե Ֆրանսիայի ղեկավարը ասեր մեր երկիրը իրական չի, ես հիմա իրականացնում եմ ու սրանից հետո, երբ որ քարտեզի վրայից այսքան տեղերը կտրենք, այս վերևից այս տանք սրան, կանը տանք նրան, այսենց կտրելով գնանք, Մարսելը սենց կտրենք տանք, սենց տալով գնանք, եւ երբ որ կտրենք վերջացնենք, այդ ժամանակ իրական Ֆրանսիա կդառնա դա։ Սրա նման այս պրինցիպ, այս իդեոլոգիայի նման ապուժություն ես կյանքիս մեջ լսած չկամ։ Եվ այն մարդիկ, որոնք իր հետևից գնում են, մի անգամ չեն կանգնում հարցնեն, այ ընկեր ջան, եթե իրական երկիր չունեինք մենք, դու այդ իրական երկրի վարչապետը ո՞նց ես դառը, ոչ իրական երկրի կներեք, այդ ոչ իրական երկրի process-ների մեջ ո՞նց ես մտել դու, բայց ոչ մեկ այդ հարցը չի տալիս, ու տալիս են, բայց ապոզիցիայից են տալի։ Ոնց բացատրեցի, ոնց հասկանում եմ մեր երկրի կողքերը, շատ մեծ բաներ են կատարվում մեր երկրի մեջ եւ այս մարդը ամեն հարցում ոչ թե օգնում է, ինքը ուղակի եթե նրանք անգամ մի բան չեն ուզում, ինքը ասում է եկեք ես էլ տարեք։ Լավ։ Ես դիմեցի այն մարդկանց, որոնք որ հիմարություններ են գրում, դու ինչ ես խոսում կամ 100-ից մի հոգին է, 2 հոգին է գրում սա, բայց ես բացատրեմ, որպեսզի հասկանաք։ Երնեք
պետք չլիներ ես խոսեի։ Ու պետք չլիներ ոչ մեկ խոսեի, բայց ժողովրդի մեջից են դուրս գալի են մարդիկ, որոնք որ պետքա խոսեն։ Խոսացողները, ով որ խոսացել է, նրանց ով էր նշանակե, որ իրենք խոսեն։ Ով դուք եք նշանակե, որտեղից եկան այդ մարդիկ, որ սկսեցին խոսալ եւ դառան երկրի ղեկավարներ կամ ինչ որ մեծ պաշտոնյաներ, որտեղից եկան, ով էր նրանց նշանակե։ Իրենք իրենց բերեցին ներս եւ խոսեցին։ Այս պահին ես ինձ ներս չեմ բերում։ Ես ուղղակի առաջարկություններ եմ անում։ Նախ ասեմ, որ մինչև հասնելը բուն թեմային, ես հիմա հասկացել եմ եւ ինձ ասում էին սա, որ նման բան լինելու է, եւ ես այդքան շատ ուշադրություն չէի դարձնում դրան, որ ոնց էլ բացատրես մարդկանց այն པարզ բաները, որ դու ասում ես, լինելու են մարդիկ, որոնք որ սխալ են հասկանալու այն ամեն ինչը, որ դու ասել ես։ Եվ այդպես էլ կա, հիմա ես հասկանում եմ, որ դա լինում է, եւ մարդիկ բաներ են գրում, որ ինձ հաճելի չի բարթալ, բայց ես նրանց էլ եմ հասկանում, ուզում եմ կարճ համառոտ բացատրել։ Ուրեմն, հիմա ասեմ ձեզ, ես երբ որ իմ առաջի տեսանյութերը տեղադրեցի, նրանց մեջ ես պատմում էի անցյալի մասին, պատմում էի ինչ որ ես տեսել եմ, ինչին որ ես ականատես եմ եղել, ինչը որ ես գիտեմ, ես փորձում էի ժողովուրդ ջան ձեզ ինֆորմացնել որոշակի բաների մասին։ Ասենք մարդիկ կան գրել են, ես ձեր հաղորդումը կամ ձեր սեգմենտը նայեցի, շատ հետաքրքիր է, շատ հրապուրված եմ, բայց երբ որ սկսեցիք խոսել Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, գովաբանել, ես միանգամից հանեցի իմ subscription-ը, ել չեմ ուզում լսել։ Ժողովուրդ ջան, դուք սխալ եք հասկացել այն ինչ որ ես ասում եմ։ Ես ոչ Լևոնական եմ, ոչ Քոչարանական եմ, ոչ Սերժական եմ եւ նամանավանդ ոչ էլ Նիկոլական եմ։ Նախ եկեք դա պարզաբանենք մեկ ընդմիշտ, որպեսզի ելս հարցը չքննարկենք։ Ես պատմում էի այն ինչ որ տեղի է ունեցել, այն ինչ որ ես ականատես եմ եղել եւ գիտեմ։ Օրինակ ժողովուրդը ասում է, որ Լևոնը միլիարդներ է տարել։ Սկսենք այդտեղից։ Ես ուղղակի բացատրում եմ, որ Լևոնի ժամանակ միլիարդներ չեն եղել, որ Լևոնը կարողանա միլիարդներ տանի։ Դա ես հաստատ գիտեմ դրա մասին։ Միլիարդներ չեն եղել, որովհետև ես բացատրեմ ձեզ շատ կարճ ու համառոտ, որպեսզի սա էլ չքննարկենք, բայց սա պետք է պարզաբանել։ Ես բացատրեցի, որ ես իմ մայրիկս, իմ մաման եղել է 80-ական թվականների սկզբից մինչև 91-92 թիվը այն հեքիաթն է կանչում հաղորդումը կար, որ երեխաները բոլորը դիտում էին, ձեր երեխաները կամ դուք, որ դիտել եք, հեքիաթն է կանչում։ Իմ մայրը դրա գլխավոր խմբագիրն էր։ Ինքն էր գրում այդ բոլոր հեքիաթները, բեմադրությունները, այն ամեն ինչը, որ դուք դիտում եք կամ ձեր երեխաները դիտում էին քնելուց առաջ սովետական միության ժամանակ, դրանք իմ մոր ուրեմն գրվածքներն էին, իմ մոր հեքիաթներն էին, իմ մոր բեմադրություններն էին։ Ես ինքս մեծացել եմ մի քանի շատ անգամներ էկրանների վրա, ուղղակի մեծացել, տգեղացել եմ, էլ տենց սիրուն երեխա չեմ։ Ու այտենց մայրս է եղել դա, իմ մոր գործն, այսինքն իմ մայրը 12 տարի եւ ավել ամբողջ հանրապետությանը պարկացրել է քնացնելու գիշերները, սենց ասեմ։ Հետո սկզբից պետությունը, երբ որ նոր հիմնվեց Հայաստանի անկախ հանրապետությունը, իմ մայրը ազգային ուրեմն գովազդային գործակալության զամ դիրեկտորն էր։ Եվ այդ ժամանակ պետությունը իրոք այն վիճակի էր, որ ոչ լույս կար, ոչ գազ կար, ոչ մի բան չկար։ Մենք երևանցիներ ենք, Երևանում ապրող մարդիկ ենք կենտրոնում, մայրս աշխատում էր ռադիոտանը եւ տելեստուդիայում, ես էլ մանկավարժականի կուլտուրայի ֆակուլտետի ուրեմն ժուրնալիստիկայում եմ սովորում եւ կինոֆոտոյում։ Այդ ժամանակ նոր դպրոցը նոր էի ավարտում ես 10-րդ դասարանը,
արդեն պետությունը այն վիճակի էր, որ մարդիկ իրենց կամուրջից, Կևյան կամուրջից, Պապեդա կամուրջից նետում էին ներքև իրենց երեխաների հետ միասին։ Շատ անգամ դիակը մնում էր ներքևը, բենզին չկար, գալիս էին միլիցիաները, բայց տենց ես բաներ եմ տեսել, որ իրոք շատ ցավալի է, բոլորդ եք տեսել այդ ամեն ինչը, եթե հիշում եք։ Այդ ժամանակ, ժողովուրդ ջան, պետությունում այնքան վատ վիճակ էր, Լևոն Տեր-Պետրոսյանի նոր ստեղծած կառավարությունը արդեն գիտեր, որ ժողովուրդը դեպրեսիայի մեջ է։ Այս դեպրեսիան, եթե մի քիչ էլ շարունակվի, երևի այս անկախությունը ոչ մեկի էլ պետք չի լինի։ Դրա համար Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությունը ուզում էր, որ ժողովուրդը դուրս գա այդ վիճակի մեջից, ինչ որ մի բան լինի, որ ժողովրդին ուրախացնի։ Եվ իմ մոր կապերի միջոցով ես իմ ընկերների հետ հիմնեցինք մի նոր կորպորացիա, կոոպերատիվ, որի միջոցով համալիր սկսեցինք համերգներ բերել ռուս աստղերի, որոնք որ ժողովրդին այդ վիճակից իրոք հանեցին։ Մեզ մոտ ստացվեց դա։ Ժողովուրդը եկավ, սկսեց համերգներ գալ, լույս չկար, տները լույս չկար, բայց համալիրի լույսը միացնել էր տալի պրեզիդենտը եւ ով որ պետքա աներ դա, որպիսի ժողովուրդը գան, պարեն, ուրախանան, մի քիչ դուրս գան այդ վիճակից եւ 90-ականների սկզբին այդ վիճակից ժողովրդին հանել ենք ես իմ ընկերների հետ միասին, բայց դա տեղի է ունեցել նաեւ մեր երկրի ղեկավարության հովանու ներքո, այսինքն իրենք մեզ աջակցել են, օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը մեզ տալիս էր իր ախրանան, իր օմոնը գալիս էր մեզ օգնում էր, Վանոն տալիս էր, ես այդ հարցում եմ գովաբանել իրենց միայն, ասել եմ, այս մարդիկ արել են նման բան, իրենք, որ դուք ասում եք, իրենք լույսը չէին տալի, քյոռացնում էին մեզ, քյոռ Լևոնը մեզ քոռացրեց, գցեց մութ բաների մեջ ժողովուրդ ջան, չկար որ տային, պետությունը նոր էր ստեղծվել, մեջը բյուջե չկար, պետությունը փող չուներ, որ ես անգամ պատմեցի մի ուրիշ տեսանյութի մեջ, թե ոնց էր Վազգեն Սարգսյանը փորձում Գրաչովին բերի Հայաստան, որ զենք տան մեզ կռվենք, ու պետությունը $50,000 չէր կարում տրամադրել, որ մեքենա առնեն, տարժեստվենի մեքենա, ասենք Mercedes առնեն մի հատ, որ պաշտպանության նախարարությունը այդ մեքենայով գնա Գրաչովին դիմավորի, ես իմ մեքենան եմ առաջարկել Վազգեն Սարգսյանին, պաշտպանության նախարարությանը, որտեղ մենք տանը ունեինք այտենց մեքենա, դեռ կոմունիստների թվից, որ վերցնեք մեքենան, ես կգամ ինքս կքշեմ, որ այդ մարդուն դիմավորենք, գամ 3 օր քշեմ, Սպարապետ ջան, գամ քշեմ, իմ մեքենայով, բենզինն էլ լցնեմ, քշեմ, ինչ պետք է անեմ։ Ես միայն բացատրել եմ պրոցեսները, որ ասում եք միլիարդներ տարան, ուզում եմ բացատրեմ, որ բյուջեի մեջ փող չկար, ոնց տարան, որտեղից տարան, հետո մարդիկ կան ասում են, բա գրզոենք ոնց հարստացան, եթե փող չկար, այո, ես բացատրեմ, այդ ժամանակ, երբ որ նոր թողեցին ապրանք մտնի երկիր, երբ որ կոնտրակտներ եղավ, իմ ընտանիքն էլ է դրանով զբաղվել, այդ առաջին ուտելիք մցնողները երկիր նաև իմ հայրն էր, որ ուտելիք էր բերում, խմիչք էր բերում, որ նոր բացվել էին ճանապարհները, կարայինք Պարսկաստանը օգտագործենք, անգամ դրանից առաջ։ Այդ մի քանի ընտանիքներ էին երկրի մեջ, որ երկրի մեջ ուտելիք էին լցնում եւ լցնում էին խանութները, մի քիչ որ այդ վիտա յուղերից բռնած, այդ գարոխները, զեյթունները, դրանում նաև մասնակցել է իմ ընտանիքը։ Մենք այդ առաջին մարդկանցից ենք եղել, որ ուտելիք ենք ներմուծել երկիր այդ վիճակում, հասկացաք ժողովուրդ ջան, դա եղել է գործունյա մի 10 ընտանիք, Հայաստանի Հանրապետությունում մի 10 ընտանիք, որոնցից մեկը մեր ընտանիքն է եղել, ուտելիք ենք ներմուծել
երկիր հենց որ հնարավորությունը եղել է, որ այդ սովից դուրս գան։ Երբ որ ասում եք գրզոենք, ոնց հիմա ասեմ, լսեք ժողովուրդ ջան, ոչ նահմանավանդ հիմա Սուքիասյանները իմ աչքի լույսը ընդհանրապես չեն, ընդհանրապես։ Բայց որ ասում եք ոնց ասեմ, իրենց թույլատրվեց ավելի շատ բան բերեն, ավելի մեծ աբարոտներով եւ երևի մաքսային ինչ որ հարցերով իրենց ավելի էր օգնում Վանո Սիրադեղյանը կամ ինչ որ մեկը որ կարող էր անել դա եւ իրենց աբարոտները ավելի մեծ էին կամ իրանց ասում էին դուք կարաք էսի բերեք դուք չեք կարա սա բերեք այդ այնց եղել է կոռուպցիա հաստատ եղել է 100% ոնց է եղել ասենք իրան ասել են դու կարա սա բերես բայց դու չես կարա սա բերես այսինքն չի եղել մարկետի կոմպետիցիա չի եղել ասում է ես սրանից հետո յուղը ես եմ բերել, դու յուղ չես, այդ ամեն ինչը մենք տեսել ենք, դու յուղ չես կարա բերես։ Հիշում եք, երբ որ այդ մի քանի ընտանիքները սկսեցին երկիրը լցնել, դրանից հետո սկսվեց իրար դեմ արդեն այդ պայքարը, ով ինչն է բերելու, ով ինչ չի կարա բերի, ով որ վերևները ավելի ուժ ուներ, Անենց արեց, որ ասենք մյուսը չկարողանա բերի, որ ինքը սաղ բերի, ինքը ավելի օգտվի եւ Սուքիասյանները այդ ընտանիքն էին, որովհետեւ Վանո Սիրադեղյան կար։ Այդքան բան։ Տենց է եղել։ Պետությունը, որ ասում եք պետությունից գողացան, ես այդ ժողովուրդ ջան, ես պետության փաստաբանը չեմ, որ իրանց փորձեմ, իրանց պահեմ։ Ես ժողովրդի կողմն եմ, ես ժողովուրդ եմ։ Ես ինչի պետք է իրանց պահեմ, չէ՞։ Բայց ես գիտեմ, որ պետության մեջ այդ բյուջեն չի եղել։ Բյուջե պիտի լինի, որ գողանան, ուրիշ բան, որ ասենք ինչ որ նայրիտը բռնեն ծախեն, փողը պետության բյուջե մտցնելու տեղը մտցնեն իրանց գրպանը, դա ուրիշ բան է։ Դա ուրիշ խոսակցություն է։ Բայց երբ որ սկզբից չի եղել գումարը, ես Լևոն Տեր-Պետրոսյանին չեմ գովաբանել, ես լևոնական չեմ։ Անգամ ես իմ հետագա տեսանյութերում շատ կարճ բացատրեցի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իմ կարծիքով անցել է հակառակորդ ճամբար, այսինքն դիմացի ճամբար, պրոռուսական ճամբարից, որտեղ պրոռուսական էր ինքը սկզբից այտենց պետք է լիներ օրենքով, բայց իմ կարծիքով Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ էլ ավելի արևմտյան գաղափարների տեր մարդ է եղել, իր իդեոլոգիաները ավելի արևմտյան իդեոլոգիաներ են, քան ռուսական, դրա համար էլ նրանք Վազգեն Սարգսյանից բաժանվեցին եւ գնացին տարբեր ճանապարհներով եւ Լևոն Տեր-Պետրոսյանը իր աշակերտին վերցրեց իր հետ։ Դա Նիկոլ Փաշինյանն էր։ Հետո Նիկոլ Փաշինյանը ժողովրդական ժարգոնով ասած Լևոն Տեր-Պետրոսյանի վրից թռավ։ Դա է եղել, դա է իրականությունը։ Ուրեմն նա ամեն ինչ սովորեց Լևոն Տեր-Պետրոսյանից, ավելի հմտացավ, որովհետև նա մանիպուլատոր է, նրա ուղեղը ուրիշ ձև է աշխատում, նա այն տեսակն է, որ ուզում է պատմության մեջ անպայման մնալ որպես, ասենք, չգիտեմ, շատ, ասենք, կոնտրիվերսիալ ինչ-որ մի մարդ, Մուսոլինի, ասենք, մնա որպես Ֆրանց դուկ Ֆերդինանդ, ասենք, արջդուկ կներեք, արջդուկ Ֆրանց Ֆերդինանդ, ասենք, նման մի մարդ, ոնց արջդուկ Ֆրանց Ֆերդինանդը իր պատճառով չսկսեց առաջին համաշխարհային պատերազմը, ինքը իր պատճառով չսկսեց, բայց իրեն պատճառ բերեցին եւ նա պատմության մեջ կմնա որպես արջդուկ Ֆրանց Ֆերդինանդ, որի պատճառով սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը։ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվել է երկաթ գծի համար, որը որ Գերմանիան Օսմանյան կայսրության միջով Իրաք էր հասցրել, Անգլիան չէր թույլ տալու դրա պատճառով է սկսել։ Ուղղակի Ֆերդինանդին օգտագործեցին որպես դրա սկիզբը։ Նիկոլը ուզում է պատմության մեջ աշխարհի
Նիկոլը չի ուզում մնալ Հայաստանի պատմության մեջ, հենց այդտեղ եք դուք երևի սխալվում նրան ճանաչելու բանով, նա ուզում է պատմության մեջ մնալ աշխարհի պատմության մեջ, նա շատ ավելի մեծ է պատկերացնում իր դերը աշխարհում, նրա համար կապ չունի, եթե Հայաստանի Հանրապետությունը մեջտեղից դուրս կգա, նրա համար կարևոր է, որ ինքը պատմության մեջ մնա որպես անուն, որ ավելի մեծ էր, քան յուրաքանչյուր այն անունները, որ ես ձեզ ասացի։ Այս մարդը այս աստիճանի ամբիցիաներ ունի։ Այս մարդը նապոլեոնյան սինդրոմ ունի, շատ ավելի խորացված ու շատ վատ եւ շատ վտանգավոր բաների կարատանի այս մարդը, շատ վտանգավոր։ Ուրեմն ես լևոնական չեմ, ես մյուս իմ տեսանյութում բացատրեցի, որ ես կարծում եմ նա դավաճանել է իր հիմունքները, իր պրինցիպները եւ անցել է լիովին դիմացի դաշտ եւ Վազգեն Սարգսյանին թողեց միայնակ իր պրոռուսական ուրեմն քարոզարշավի մեջ։ Անցնենք առաջ։ Ռոբերտ Քոչարյան, ես արդեն բացատրեցի, որ Ռոբերտ Քոչարյանի կողմնակից չեմ կարող լինել, որովհետև Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ես ճիշտն ասեմ մի հայրենակից ինձ ասեց, բայց ո՞նց ես դու Ռոբերտի ժամանակ գնացել, երբ որ դու ասում ես 97-ին ես գնացել, ես ճիշտն ասած գնացի անգամ մտել եմ պապկեքի մեջ հին դոկումենտներ եմ գտել, որ ճշտեմ դա, ես 98-ին եմ եկել Ամերիկա, ոչ թե 97-ին, կներեք, ես 4-րդ կուրս էի արդեն, որ եկա Ամերիկա, 98 թիվն էր դա, ոչ թե 97։ 98-ին իմ կյանքը կերել են կենտրոնական քաղմասից, ես չգիտեմ, թե դա իր բերած culture են ասում, անգլերեն ասում են this is the culture of this organization։ Իրանք ասենք, ես չգիտեմ, թե դա Քոչարյանի բերած հիմունքներն էր եւ հայացքներն էր, ուր են տանում իրենք պետությունը եւ ինքը միլիցիայությանը եւ վարչությանը ասել էր, ով որ փող ունի, ով որ փողը աշխատում, ում որ կարակ, ոնց կարակ կլպեք, քանի որ կենտրոնական քաղմասը զբաղված էր ահավոր բաներով եւ իրենք երբ որ առաջին անգամ ինձ տարան անպատճառ, բայց շատ վատ բանի համար, որը որ իմ հետ կապ չուներ ընդհանրապես, երբ որ ես քննիչի հետ սենյակում միայնակ էի, հարցրեցի, ասացի ընկեր ջան, ինչի համար եք էլի սենց բանանում։ Նա վանավանդ մի մարդու հետ, որը որ ասենք վատ բան չի արել ու բացի լավ բանից բան չի արել, էլի։ Ասեց պարզ ասեմ, ընկեր ջան, դու փող ունես, մենք չունենք։ Հենց այտենց երեսիս ասեց։ Ասացի լավ, հասկացա։ Մի հատ կվարծիրա, այդտեղ ինձնից կորզեցին կենտրոնում կվարծիրա, հենց իսկական կվարծիրան չէ, բայց գումարը կվարծիրայի։ Ես ճանաչում էի շատ մարդկանց, անձամ հեռախոսի համարները ունեի, թե խորխորունու, թե ում որ պետքա, կարող էի զանգել տարբեր մարդկանց, ասեի մի հատ արի ինձ այս վիճակից հանի, բայց ես ուղղակի չէի ուզում ոչ մեկի խառնել այս սիտուացիայի մեջ, որովհետև այնտեղ շատ մի նրբություն կար, շատ նրբություն, որովհետև այն մարդը, որ իմ գլխին դա սարքում էր, ես գիտեի ով է, շատ լավ, եւ չէի ուզում, որ այն մարդիկ, որոնց որ ես կարայի զանգեի, խառնեի դրա մեջ, այդ մարդը ինձ թվում է այս տեսանյութը նայելու է, չէի ուզում խառնեի, ինձ չի թվում, ես հաստատ գիտեմ, որ նայելու է, չէի ուզում խառնեի ես, որպեսզի ամբողջ հանրապետությունը չիմանար իմ գլխին ով է սարքում դա, այ դրա համար, ես նախընտրում էի փողը տամ դուրս գամ, բայց ամբողջ հանրապետությունը չիմանա ով է դա անում իմ գլխին,
Ավել բան չեմ ասելու, չեմ մեկնաբանելու սրանից ավել։ Մի օր ամեն ինչ կիմացվի։ Բայց ես չեմ կարող լինել Ռոբերտ Քոչարյանի կողմնակից, քանի որ ես ընդհանրապես Ամերիկա գալու մտադրություն չունեի։ Ընդհանրապես ես այնքան լավ էի զգում ինձ իմ երկրում, ոնց որ ձուկը ակվարիումի մեջ, իմ քաղաքում, եւ արտակարգ վաստակում էի, ուսանող էի, բայց վաստակում էի արտակարգ, այդ ժամանակվա համար դա իրոք շատ լավ իրավիճակ էր, շատ լավ։ Եվ ես քաղաքականություն էի մտնելու եւ շատ համոզված եմ, որ շատ հեռու տեղեր էի հասնելու։ Բայց երբ որ երկրորդ անգամ եղավ նույն դեպքը, նորից ինձնից կորզեցին մի բան։ Այդ անգամ մարդը ինձ, որը որ բարեկամ էր Կաղամասի աշխատակից, ասեց, այս երրորդը որ սարքում են, այնքան վատնա, այս սրա տակից դուրս չես գալու։ Լավ կլինի մի քանի ժամանակով միտեղ գնաս։ Ես որոշեցի, որ ես Ամերիկա եմ գնալու, մի քանի ժամանակ անցկացնեմ, հետ գամ։ Եկա Ամերիկա եւ արդեն 28 տարի է ես մի անգամ եմ ետեկել։ Անցանք առաջ։ Ռոբերտ Քոչարյանի ես կողմնակից չեմ կարող լինել, բայց ասացի, որ Ռոբերտ Քոչարյանը այս պահին մեր այս սիտուացիայի մեջ, երբ որ մենք ունենք նման իրավիճակ, մենք մի կողմ ենք դնում բոլոր անձնական խնդիրները։ Չենք տեսնում, անձնական ստեղ չի կարող լինել, մենք պետություն ենք կորցնում, անձնական խնդիրները կանենք հետո, դրանք արդեն երկրորդական բնույթ են կրում։ Ինձ չի հետաքրքրում այդքան անձնականը, որովհետև եթե մեր պետությունը կորի, այդ անձը արդեն իրոք ես շատ վատ կտանեմ դա, եթե իմ պետությունը կորի, որովհետև երբ որ իմ հայրենիքից 5000 տղա գնացին ու հետ չեկան, ես որոշեցի, որ ես 5000 անգամ 40 օր պետք է պահեմ։ 5000 անգամ։ Ես դրանից առաջ ունեի թեթև, որ ասում են թրաշ էի պահում, թեթև, բայց մորուք չէի պահում։ Ես միայն իմ ուրեմն այս վերջերս ինձ եղած ուրեմն առողջական հարցի պատճառով, որ սա կարճացրեցի։ Ես 5000 անգամ 40 օր էի պահում։ Էլի պահում եմ։ Բայց ուղղակի ասում էի, որ Ռոբերտ Քոչարյանը շատ ճիշտ կլինի այս պահին, քանի որ նա հմտությունը ունի, նա հասկանում է, նա գիտի ինչ անի, մենք իրոք փոսի մեջ ենք։ Մենք իրոք ժողովուրդ, մենք պետությունը կորցնում ենք։ Դուք հասկանում եք դրա խորքը։ Դուք ասենք պատկերացրեք, այլ քարտեզի վրա չլինի Հայաստանի Հանրապետություն։ Այլ չլինի երկիր, որ դու ասես սա իմ երկիրն է։ Այլ չկա Երևան չկա, այլ որ գնանք մեր Երևանը։ Այլ չկա Հայաստան, որ գնանք Ծաղկաձոր, Դիլիջան, որ մեր Հայաստանը, մեր Երևանը, իմ պրոսպեկտը, իմ օպերան, չկա, դրանք կունենան ուրիշ անուններ, ուրիշ մարդիկ կլինեն այնտեղ, ուրիշ սա ուղղակի սա ինձ կոմիտաս կսարքի, այդ միայն այդ չեմ կարող ես տանել դա։ Ու յուրաքանչյուր հայ պետքա սենց տեսնի դա։ Ես զարմանում եմ թուրքերի վրա, զարմանում եմ, պարում եք Նիկոլի հետ, պարում եք, ձեր մեռելների վրա պարում եք, ձեր վերջի վրա եք պարում, ես գիտեք որն է, դուք հասկանում եք, բայց այնտեղ գոնե իմաստ կար, որ Տիտանիկը խորտակվում էր, վերջում նստած ջութակ էին, այնտեղ գոնե իմաստ կար դրա մեջ, ջութակահարները ջութակ էին նվագում, երբ որ նրանք մեռնում էին, անում էին իրենց սիրած գործը, համեմատությունը մի քիչ երևի ճիշտ չի, բայց դուք պարում եք ձեր ավերակների ու ձեր մեռելների վրա, այ ոչխարներ, պարում եք դուք։ Անցանք առաջ, Սերժ Սարգսյան, ես Սերժ Սարգսյանի ժամանակ ընդհանրապես ոչ մեկի հետ կապ չեմ ունեցել, բացի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց ճանաչում էի անձամբ, ընկերներ,
եւ ոնց ասացի, նրա հետ կապված բոլոր այն բաները, որ կատարվում էին երկրում, որոնք որ հասցրեցին Նիկոլին, ինձ համար դա անընդունելի է եւ անընդունելի մնաց ինձ համար այն ֆակտը, որ Սերժ Սարգսյանը կապ չունի թե նրան ով տարավ, ուր տարավ այդ գիշեր եւ ինչ ասեցին, կապ չունի։ Նա պետքա իր անձը դներ, զոհաբերեր, եթե երկիրը իրոք սիրում էր եւ բանակին ու միլիցիային հաներ մեջտեղ եւ ջարդեին այդ ամեն ինչը ու մցնեին բոլորին ծակերը, բոլորին։ Նա չարեց դա, դրա համար ոչ Լևոն Տեր-Պետրոսյանին, ոչ էլ Սերժ Սարգսյանին Մոսկվայից ընդհանրապես ոչ մի տեսակի բարև, բարլուս, ձեզ էլ ենք հրավիրում, եկեք, չկա։ Իրանց հետ կապը կտրվել է Մոսկվայից, որովհետև Սերժ Սարգսյանը չարեց դա, չպահեց Ռուսաստանի դարպասները եւ Լևոն Տեր-Պետրոսյանը անցավ դիմացի ուրեմն ճամբար։ Այս մարդը, սրանք ոչ մեկը իմ համար այս մարդկանցից չունի ոչ մի տեսակի հարազատություն չկա, ես այս մարդկանց չեմ ճանաչել անձամբ եւ ոչ մեկի չեմ սատարում, ոչ մեկի կողքը չեմ կանգնում, բայց ասացի, որ Ռոբերտ Քոչարյանը ավելի ճիշտ կլիներ այս պահին, քանի որ այս սիտուացիայից դուրս գալու համար մեզ պետք էր իրոք շատ ագրեսիվ, հմուտ եւ կապերով եւ այս ճանապարհով արդեն անցած մարդ։ Ուրեմն պարզեցինք, խնդրում եմ, այս հարցը չքննարկենք, որովհետև ես ոչ մեկի կողմնակից չեմ։ Ես կողմնակից եմ Հայաստանի Հանրապետության ապագային։ Ես հիմա կարճ ու համառոտ նաև ասեմ, ինչ եմ ես պատկերացնում ու ոնց եմ ես պատկերացնում եւ շուտ ձեզ բացատրեմ ինչի մասին է այսօրվա խոսակցությունը։ Լսեք, ժողովուրդ ջան, ես այդքան հետաքրքիր չեմ ուզում իմ մասին երկար խոսալ, բաներ պատմել։ Ես ինչ որ պատմեցի իմ մասին, եթե պատմեցի, որպեսզի մարդիկ գոնե, որ տեսնում են մեկին, հասկանան այս մարդը որտեղից դուրս եկավ, ով է, ինչի համար է, կամ ինչ է ասում, կամ որտեղից գիտի այս բաները։ Այդքան բան, ինչ որ պատմեցի իմ պահով, ես դրա համար եմ պատմել։ Ով որ գիտի, ինձ գիտի, ով չգիտի, կամաց կիմանա, ճանաչեք, դա այդքան այս պահին կարևոր չի։ Մենք այնքան մեծ խնդիրների մեջ ենք, որ անձերը կարևոր չեն։ Ուրեմն, ինչ էի ասելու։ Ես ուզում եք իմ կարծիքը ասեմ, ես ինչ եմ տեսնում Հայաստանի Հանրապետության համար, ես կարճ եւ համառոտ ասեմ եւ բացատրեմ ինչի եմ տեսնում դա։ Ամեն պետություն եւ ամեն ազգ, նամանավանդ ամեն ազգ պետքա իրեն ճանաչելով իր հիմունքները, իր պրինցիպները, իր պատմությունը, իր տեսակը եւ ամենակարևորը մշակույթը եւ կուլտուրան ճանաչելով պետք է որոշի ինչ սիստեմայի երկիր է պարտադիր եւ կարևոր, ինչ է պետք իրեն, ինչ պետություն է պետք իրեն, ինչպիսի պետություն է պետք իրեն։ Ամեն ազգ անձ չէ, անձերն են, որ այս վիճակի ենք հասել։ Հասկանալով մեր տեսակը, մեր նատուրան, ինչպիսին են հայ մարդիկ, ով է հայ մարդը, ինչքան ամբիցիոզ են նամանավանդ հայ տղամարդիկ եւ ամբիցիոզ տեսակը ինչ աստիճանի ամբիցիաներ կարող ունենա եւ հասկանալով որ մեր մոտ բոլորը ակլորներ են եւ բոլոր տղամարդիկ մեր մոտ այն ալֆա տեսակն են այդ ամեն ինչը հասկանալով մեր երկրում պարլամենտական համակարգը չի աշխատում անհնար բան է դա չի աշխատելու այս պարլամենտական համակարգը ահավոր սխալ համակարգ էր հայ ազգի համար սա ամենամեծ սխալն էր եւ ես Սերժ Սարգսյանին քննադատում եմ իր ամբիցիաներից դուրս գալով նա պետությունը
սարքեց պարլամենտական պետություն միայն իր ամբիցիաներից դուրս գալով։ Ես դա ուղղակի չեմ կարողանում հասկանալ, թե ոնց կարա մարդ իր ամբիցիաների համար պետության սիստեմ փոխի, կառավարման սիստեմ։ Սա ուղղակի անընդունելի է, բայց դրա համար եմ ասում, որ մենք այդ տեսակն ենք։ Հիմա նայեք ինչ է կատարվում, քանի որ մենք պարլամենտական սիստեմ ունենք։ Ամբողջ երկիրը մասնատվել է փոքր մասերի, ամբողջ երկիրը ամեն շենք կուսակցություն ունի, եւ ամեն կուսակցություն փորձում է մտնի պարլամենտ։ Չի լինում։ Մեր մոտ հարց չի լուծվելու, մեր պետության մեջ հարց չի լուծվելու։ Այսքան տարբեր մարդ, ամեն մեկը իրան է քաշում ու ամեն մեկին թվում է ինքն է ճիշտը։ Ամեն մեկն ասում է ես իմ ասածը կանեմ, կտենաս, ես եմ ճիշտը, իմ ասածը ճիշտ է ու ես։ Սաղ ես է։ Այս երկրում հարց չի լուծվելու, քանի կա պարլամենտական սիստեմը։ Ուրեմն մյուս սիստեմը, այն որ կար պրեզիդենտական սիստեմը, որ ունեինք առաջ, դա էլ չի աշխատում։ Դա էլ ստեղծում է ահավոր կոռումպացված սիստեմ, որտեղ մենք կոռուպցիան մեր սիստեմի մեջ է, մեր ազգի, ես իմ վրա ցույց չտամ, որովհետև ես մի բան, գիտեք ինչ, մարդը, նամանավանդ տղամարդը, պետքա իրեն լավ ճանաչի, ինքը իրեն պետքա լավ ճանաչի։ Ես գիտեք երբ սկսեցի սա անել, որովհետև ես տարիներ առաջ սարքում էի նման նյութեր եւ տեղադրում էի YouTube, բայց հետո թարգեցի, որովհետև ես դեռ ինձ չէի ճանաչում ոնց որ ես կուզենայի, քանի որ ես երբ որ կանգնում էի հայլու առաջ, ես գիտեի, որ ես ինձ ճանաչում եմ, բայց ամբողջովին չեմ ճանաչում։ Մինչև չեկավ այն պահը, որ ես հասկացա, որ ես հիմա ինձ ճանաչում եմ, ես գիտեմ ես ով եմ։ Եվ ես գիտեմ ես ինչ եմ ուզում կոնկրետ։ Շատ տարիներ քաշեց, շատ գրքեր, իրոք ես շատ ինձ վրա աշխատել եմ, քանի որ ինձ իմ ուսանողությունից կտրեցին կոռուպցիայի համար, փող էին ուզում աշխատեին ինձ վրա, իմ կյանքը գլխի վրա շուռ տվեցին, որովհետև ես չէի ուզում ապրեի ուրիշ ոչ միտեղ, բացի իմ երկրից, ես մի անգամ եմ եղել Հայաստանում, այս 28 տարվա ընթացքում, մի անգամ, և տեղափոխվել էի ապրելու, տեղափոխվել էի արդեն, երեխաներիս հանել էի ստեղ դպրոցից, այդտեղ դպրոց էի ընդունել, կինս չէր ուզում ապրեր Հայաստանում, նրանք Հայաստանում կինս եկվորի աղջիկա և նրանք շատ վատ հիշողություններ ունեն, որպես եկվորներ Հայաստան և իրենց երեխաները ստեղ բժիշկներ են հիմա, կնոջս քույրերը բժիշկներ են, բայց Հայաստանում, երբ որ իրենք սովորում էին շատ գերազանց, իրենց ոսկե մեդալ չտվեցին, քանի որ իրենք եկվորի երեխաներ էին և ասել էին ինչի համար։ Մենք այսենց ռասիստներ ենք եղել, իրար նկատմամբ, հայը հայի նկատմամբ, և սա պետքա վերացվի հայի մեջից։ Եվ իրենք ստեղ բժիշկներ դառան, իրենք վատ հիշողություններ ունեն, կինս չէր ուզում գար, բայց ես ասացի, ես դի Հայաստանում ապրեմ, վերցրեցի կնոջս երեխաներին, փագեցինք մեր տուն, տեղ ամեն ինչ, թողեցինք եկանք Հայաստան։ Ես մինչև Հայաստան հասնելը հանդիպումներ ունեցա Եվրոպաներում և լավ ինֆորմացվեցի, որովհետև ինձ էլ առաջարկներ եղան մասնակցելու Նիկոլի այս գործին և ես ասացի բա եղավ, ոնց կարող է պատահի ինձ ներկայացնի Նիկոլ Փաշինյանը աշխարհի վրա։ Ինչ ուզում եք ասեք, ուզում եք այն բաները, որոնք որ չեն ասվում, պետքա մնա ուղղակի լռության մեջ, մարդու անգամ արտաքինը
նամանավանդ հայ տղամարդու արտաքինը մեծ նշանակություն ունի։ Իր նիստուկացը, իր քայլվածքը, իր ամեն ինչը, երբ որ դու երկիր ես ներկայացնում, երկրի ղեկավար ես, դու պետքա ունենաս այն ինչ որ պետքա, որպեսզի դու կարողանաս ներկայացնես քո ազգին։ Ես ասեցի այն բոլոր մնացած հարցերը մի կողմ, հələ դրանց մասին չեմ էլ ուզում խոսել, այս մարդը ով է, այս մարդը ուղղակի քցող է, այս մարդը խարդախ մարդ է, սա երկիր չի կարա ղեկավարի, դու սրան չեք կարա երկիր վստահեք, դուք քո աննորմալ չեք, դուք ես ինչ եք խոսում, դուք անգամ ես վիճաբանել եմ այն մարդկանց հետ, որոնք որ մինչև իրենց ականջների ծայրերը խրված էին այս հեղափոխության պատրաստության գործում, սա միամիտ ու ինքնաբուխ չի եղել, նման միամիտ բաներ չասեք, սա սկսել է շատ վաղուց եւ 17 թվականին արդեն այն պրոցեսի մեջ էր, 17 թվականի ամռանը պրոցեսի մեջ էր արդեն։ Ուրեմն ասեցի ես նախ չեմ մասնակցելու եւ երկրորդ հերթին ձեզ խորհուրդ կտամ դուք ինքներդ հանկարծ այդպես բան չանեք, դա հիմարություն է, հիմարություն։ Ես թույլ չեմ տա նման թափթփուկը ինձ աշխարհի վրա ներկայացնի, ուրիշ մարդ չգտակ ու հիմա ես ձեզ ասեմ Հիմա կասեք, բա Սերժ Սարգսյանն էլ այտենց, ես Սերժ Սարգսյանի չեմ ընտրել, ես Սերժ Սարգսյանին ընտրելու ժամանակ չեմ էլ եղել Հայաստանում, բայց ինչ ուզում եք ասեք, երկիրը հաղթանակած երկիր է եղել եւ Սերժ Սարգսյանը, երբ որ գնում էր միտեղ, ճիշտ է, ինքը չուներ այդ արտաքինը, այդ ոչ մի այն տվյալները, որոնք որ ես ինչի մասին որ ես խոսում եմ, բայց արտաքինով չի պարզ է, բայց արտաքինը մեծ նշանակություն ունի, քո ներկայությունը, արտաքինը չեմ ասում, է սիրուն աչքեր ունենա, սիրուն ոչ քո ներկայությունը, որպես տղա տեսակ, պետքա կողքիններին զգաստացնի, քո ներկայությունը պետքա կողքիններին ինչ որ մի սիգնալ տա, հասկանում եք, ոչ թե քո ներկայությունը ուղակի կողքինին ասես արի լավ, արի, հետևիցս արի տենամ ինչ ես ասում դու, կամ կողքի պետությունից մատ թափ տան մեր վրա, նա ուղակի գնա մտնի իր կրիայի այդ բանի մեջ ու սենց բաներ անի, սենց կնստես, այ տղա, ինչ ես անում, ես ինչ արա, Էդ ինչ է նշանակում դա, էդ ինչ, դուք տեսնում եք, ով է այդ ստից այդ չստացված հոմին, այդ Էրիկ, ով է ինչյանա, Շահբազյանը, ազգանունն էլ հենց, Շահբազյանները նորմալ մարդիկ էին, ես չգիտեմ, դե շատ կա, տենց գալիս են Ամերիկա, երեխեքը դառնում են տենց, Այդ տենց տեսնում եք, ով ում են բերում որպես իրենց հեղափոխության դեմքեր ժողովրդին ում են դեմ տալի, տեսնում եք, ովքեր են, որովհետև սրանք սատանու ճտերն են, դա է, այն մյուսը, որ կա մի հատ բաց գույնի կոստյում է հագնում, գլուխը կապած ակնոցներով իրան դրելա կինոյի տղու տեղը, հետով այդ երիտասարդը, երեսին տատուիրովկեքով, դրան, մյուս, դուք հասկան պոչ կապած ինչ-որ սենց բաներով, սրանք են, որովհետև մեր դեմոգրաֆիկը բոլոր, ամեն ինչը մեր ներքևից բռնած, մեր հիմքերից պետքա փոխեն հայ տեսակը, մեր մարդու տեսակը, այդ առյուծ տղամարդու, մենք սպարտաններ ենք, սպարտակացիները ոնց էին, մենք այտենց ենք, դա պետքա փոխեն ֆեմինիստ տղամարդը, եթե դու տղամարդ ես ու դու ֆեմինիստ ես, քո հարցերը արդեն պարզ են, խոսալու բան չկա, հասկանում եք, իրանք այս են բերում, տգեղը,
ոչ հրապուրիչը, զզվելին, դա է դառնում էտալոն երկրում, դրանք են լինելու, երիտասարդությունը նայելու է, որ սրանք են, և շուտով ամբողջ երկիրը դառնալու է զիբիլանոց, աղբանոց ուղղակի։ Լավ, հիմա անցնենք առաջ և երբ որ ես եկա Հայաստան ապրելու, ես զգուշացրեցի շատ կարևոր մի քանի մարդկանց, որոնց ճանաչում էի, որ տեսակ, վաղուց չէինք հանդիպել, տեսանք, խոսացինք, զգուշացրեցի, ասեցի, սենց բան են մտածում, լսել եք ինչ-որ բան սրա մասին, ասեցին, չէ, ինչ պետք է անի, ինչ կարա անի, ինչ ես խոսում, չի կարա նման բան լինի, ասեցի, բայց շատ լուրջ է, ոնց որ թե լուրջ է, ֆինանսավորում էլ կա, ոնց որ մի բան կա, որովհետև ես անընդհատ նույն հարցն էի տալի Եվրոպայում, ով է ֆինանսավորում սա, այդ հարցին պատասխան չկար, դե մենք էլի սենց ասում էի նման բանը միլիոնների հետ է կապված, դե մենք ով է, մի մարդու անուն տվեք, մի հայ մարդու անուն տվեք, բարերար, մեծ գումարներ ունեցող, որ ես տեսնեմ այս մարդը այդ գումարը դրել է, այս մարդն է գումարը դնում, որտև այդ գումար դնողը ամենակարևոր մարդն է, քաղաքականության մեջ գումար դնողը ամենակարևորն է, ինքն է լինելու պահանջատերը, չկա պատասխան, պարզա արդեն, ես արդեն հասկացա որտեղից է սա գալի, իսկ ասեցի ինչ հիմունքներ, ուր է տանելու, դե սենց եվրոպական, տենց գիտես էլի, տենց երկիրը տանենք Եվրոպա, դուրս գանք ռուսը, մի անգամից ինձ արդեն եմ, որ սենց անտենաները դվարձանում, ռուսը, ոնց ռուսը, դուք հասկանում եք, որ առանց ռուս մեր պետությունը կործանվելու է, դա ուղղակի այս պահին գոնե, այս պահին, այդ պահին պատերազմող երկիր, որը որ պատերազմում է, ախր պետք է մի քիչ հասկանաք, այդ դատարկներով, որ հեղափոխություն եք անում, պետք է հասկանաք, մեր պետությունը պատերազմում է բենզինի ու գազի հարուստ պետության հետ։ Բենզինի ու գազի հարստությունը ում է պետք է աշխարհում։ Բոլորին պետք է բենզինն ու գազը, բայց ում է պետք։ Ամենաառաջինը Ամերիկայի Միացյալ Նահանգներին իրենց դոլարը աշխատում է բենզինով, դոլարը ոնց որ ավտո լինի, բենզինով է աշխատում։ Այսինքն նրանք, եթե պետք է մեկին օգնեն, դա լինելու է Ադրբեջանը, որ հանկարծ Ադրբեջանի բենզինի, գազի մի բան չլինի, որտեղ իրենց դոլարի կուրսը փոխվելու է։ Բա եթե մենք էլ ենք Ամերիկայի հետ, Ադրբեջանն էլ է Ամերիկայի հետ, ով է օգտվելու տեղ, մենք թե Ադրբեջանը, մենք ոչ մի բան չունենք։ Իսկ մեզ էլ ով կարա օգնի, ռուսը, որը որ դեմ է Ամերիկային, որտև Ամերիկան դեմ է ռուսին, որովհետև մեզ ուրիշ մարդ չկա, որ օգնելու է, ուրիշ մարդ չկա, ռուսն է մեզ պետք, ու ռուսը ոչ մի անգամ չի ասում է, ես ուզում եմ գամ քո անկախությունը քեզնից խլեմ, քո երկիրը քեզնից վերցնեմ, ոչ, ռուսը ուղղակի ասում է, իմ սալդատն է, հարյուրավոր տարիներ պատերազմ է, այդ հողակտորի համար, հայեր ջան, մենք ձեզ տվել ենք, պետություն եք սարքել, մենք ոչ հետ ենք ուզում, ոչ հիշացնում ենք դա, բայց մի թողեք էլի մեր թշնամին, գա այդ հողին տիրանա, դա մեզ ուղղակի ապտակ է, բացի դրանից, եթե իրենք գան այդ հողին տիրանան, մեր երկրին անընդհատ տերորի տակ պիտի պահեն, այդքան բան, այդ պարզ է, լավ, անցնենք դրանից էլ առաջ, ես, երբ որ Հայաստանում էի, ապրում էի արդեն, համարյա 6 ամիսերը տեղ էի, եղբորս հետ դեպք եղավ Ամերիկայում, կոմայի մեջ էր եղբայրս,
հետ եկանք Ամերիկա միանգամից, անգամ չհասցրեցի հաջողություն ասեմ իմ եղբայրներին, քրերին, ընկերներին, ուղակի միանգամից տոմսերը գնել եմ 4-ով ընտանիքիս հետ նստել ենք ու ետ ենք եկել։ 1.5 ամիս հետո եղավ հեղափոխությունը, ձեր ասած, հեղափոխությունը ճակերտների մեջ։ Ես էլ հետ չեկա։ Մնացի որտեղ որ կայ եւ մինչեւ հիմա պայքարում եմ այս ճումայի դեմ։ Հիմա ես հետ գնանք նորից բացատրեմ ոնց եմ տեսնում ես Հայաստանի Հանրապետությունը եւ ինչի համար։ Շատ մարդկանց սա ոչ ռեալ կթվա, շատ մարդկանց, բայց ես 100%-անոց տեսնում եմ, որ սա կարա լինի։ Հայաստանի Հանրապետությունը պարլամենտական պետություն ոնց որ տեսնում եք չի լինում, մենք պետքա ֆակտերով խոսանք։ Ֆակտեր 35 տարի է չի ստացվում պետությունը, որովհետև պետության մեջ անընդհատ իրար են քաշում տարբեր ուժեր եւ անընդհատ առեղծվածային ինչ-որ բան կա։ Էսի սենց արեց, որովհետև այնին հենց էսի հաստատ սենց արեց, որ սրան պաստա։ Սա հաստատ սենց արեց, այս խոսակցությունները պետությունը տանում են կործանման։ 35 տարի է ձեռքներդ վերև տնգած, անընդհատ մի բան եք ուզում, չի ստացվում։ Ես հիմա էլիտային եմ ասում, եթե կա տենց բան Հայաստանում։ Ժողովուրդը հոգնել է, ժողովուրդը հոգնել է ձեր խաղերից, արա, հոգնել է։ Ժողովուրդը ուզում է ապրի, ժողովրդին պետք են օրենքներ, ժողովրդին պետք է ֆինանսական եւ ժողովրդին պետք է խաղաղություն։ Դուք օրենքները վերցրել եք ձեր ձեռը, այս պահին միշտ տենց է եղել։ Օրենքը աշխատել է մեկի համար, չի աշխատել մյուսի համար։ Պետությունը ոչ մի անգամ չի ունեցել օրենք, որի մոտ բոլորը հավասար պատասխանատու են։ Չի եղել, տենց բան չի եղել։ Չի եղել, 35 տարի չի եղել։ Ֆինանսները խայտառակություն։ Պետությունը 2.800.000 մարդու չկարողացան աղքատությունից 100%-ով հանեն, որովհետև գումարները ինչ էլ որ ասեմ, ինչ էլ ես էլ եմ չի ասում, չի եղել գումար, որ մսխեն, բայց ինչ էլ որ եղել է, այո, մեջից վերցրել են, իրանք վարձատրել են հաստատ։ Տարբեր խաղերով, տարբեր ձևերով եղել է։ Եթե մի քիչ խղճով արվեր ավելի, աղքատության վերջը կգար։ Ես չեմ ասում չանեիք, որովհետև ես հասկանում եմ, որ համարյա ոչ մեկը չի եկել հարստությունից, մեծ ինչ-որ բաներից, բոլորդ էլ ամբիցիոզ ու վերցրել եք։ Ես համոզված եմ, որ այն բոլոր մարդիկ, որոնք որ նստած ամբողջ օրը քննադատում են վերցնողներին, 100% իրենք լինեն այդ աթոռների վրա, իրենք էլ էին վերցնելու։ 100%, կասկած չունեմ։ Սա մեր ազգի ներքուստ կուլտուրան է։ Սա նորմալ բան է մեր ազգի համար։ Այտենց չի, խնդրում եմ, ազնիվ եղեք դուք ձեր հետ։ Ամենաառաջինը։ Անցնենք առաջ։ Ուրեմն ֆինանսները խայտառակություն, օրենքը խայտառակություն, ձեր մեջի արիշ-վերիշները խայտառակություն, մարդիկ արդեն չեն հասկանում, ով ում հետ է, ով ում բարեկամն է, չի ստացվում, այս սիստեմը, ոչ մի սիստեմ, արդեն բոլոր սիստեմները փորձեցինք, չի ստացվում։ Չի ստացվում, որովհետև մեր տեսակը, այս սիստեմների հետ կապ չունի։ Իսկ տեսակին փոխելու համար սերունդներ են պետք, սերունդներ։ Մի քանի սերունդ պետք է տեսակը փոխվի, որպեսզի կարողանաք պարլամենտական պետություն ունենաք։ Դուք որ գնում եք Եվրոպա եք ուզում գնաք։ Դուք Եվրոպայի տեսակն եք, որ Եվրոպա եք գնում բամբասկոտ, բիսեդկում քաղաքականություն, ուրեմն հասկացող եւ դուք մեր մոտ բոլոր հարցերը ծնվում են բիսեդկեքում փողոցային կաֆեի խոսակցություններում, մարդկանց մոտ միացած քառակուսի է, այդ քառակուսի մեջ մի քանի անուններ կան ու մի հատ քաղաք։
Դրանից այնքան ոչ մի բանից տեղյակ չի։ Դրա համար պետությունը, ժողովուրդը գլոբալիզմից տեղյակ չի։ Բոլորդ խոսում եք նորմալ հայերենով, պարզա, պրոֆեսիոնալ, ասենք, փորձում եք պրոֆեսիոնալ լեզվով խոսակ, ժողովրդի մեծ մասը չի հասկանում ինչ ասեցիք, չի հասկանում։ Որովհետև այդ մարդիկ չունեն այդ կրթությունը, որպեսզի հասկանան դուք ինչ եք ասում։ Դուք կրթվել եք, ազգը չի կրթվել, ոնց հասկանա։ Ոնց նստած բան եք խոսում։ Քաղաքական հարցեր եք քննարկում։ Մենակ Հրանտ Բագրատյանն է, որ նստում է խոսալու, ասենք մարդիկ սովորական սկսում են հասկանալ ինչ ասեց, որովհետև մի քիչ խոսում է այտենց քաղաքի ժողովրդի լեզվով խոսում է բանա բացատրում։ Մեր ժողովուրդը չի ստացել, մեծամասնության մասին եմ ես խոսում, չի ստացել այդ կրթությունը, որ բոլոր քաղաքական հարցերից հասկանա, չի ստացել դրա համար այսօրվանը հասել, չի ստացել դրա համար մի հատ մանիպյուլատոր, մի հատ Պանիկովսկի կարողացավ ժողովրդին խաբի, որովհետև չեն հասկանում, չեն գլոբալիզմից տեղյակ չեն, դատա սենտերներից տեղյակ չեն, AI-ից տեղյակ չեն։ Ուրեմն ովքեր են ղեկավարում այս ամբողջ պետությունները, երկրները, ռեսուրսները տեղյակ չեն։ Դավոսից տեղյակ չեն, զիոնիստական պարլամենտից, կոնգրեսից տեղյակ չեն, զիոնիզմից տեղյակ չեն, ոչ մի բանից տեղյակ չեն, բա որ այդ ոչ մի բանից տեղյակ չեն, պրոցեսներից ոնց տեղեկացվեն, դե հիմա դու գնա, մեկին բացատրի Արբանյակը ոնց է թռնում, բայց բացատրի ամենավերջին պրոցեսը, որ հիմա պիտի միացնեն թռնի, եթե մարդուն չեք բացատրել ոնց է սարքած դա, ոնց է թռնելու, ինքը ոնց հասկանա։ Դուք հասկանում եք այդ բարդ պրոցեսները, որոնք աշխարհում տեղի են ունենում, մեր ազգը եթե տեղյակ լիներ այդ ամեն ինչից, հասկանար ուր են ուզում տանեն մեր հանրապետությունը, նրանք չէին ընտրի Նիկոլին, նրանք Նիկոլի հետևից չէին գնա, հասկացող մարդիկ Նիկոլի հետևից չգնացին։ Եվ անգամ ես գիտեմ շատ ինտելիգենտ մարդկանց, որ իրենց ամբողջ կյանքը, իրենց ծնողներն են ինտելիգենտ եղել, իրենք են ինտելիգենտ, բայց գնացին եւ իմ հետ վիճում են, գիտեք ինչի։ Ինտելիգենտ լինելը դեռ հերիք չի, դա բավական չի, որ հասկանան։ Պետության մեջ դպրոցներից մարդկանց պետք է արթնացնել, էթիկայի կանոններից, քաղաքացիական պարտքից, զինվորական գործից, ամեն ինչից պետք է մարդը սկզբից սովորի։ Եկեք Ամերիկայում տեսեք ժեղ, ամբողջ երկիրը ժեղ է։ Եկեք ես կամերան վերցնեմ, դուրս գամ քաղաքում ման գամ, դուք տեսեք ժեղ, այդ նույն ժեղը լինելու է այդտեղ։ Եթե դուք ազգ եք ուզում պահեք, դա ամենևին նույն բանը չի, ինչ որ ժողովուրդ պահելը, այ դա են ուզում անեն, այ այտենց Էրիկ Ինչյան Շաբազյան, այ տենց այդ ժողովուրդ է, դա ժողովուրդ է, իրենք Ամերիկայում էլ են ժողովուրդ եղել, Ամերիկայում ապրում են ժողովուրդներ, չկան ազգեր, նման բան չկա, Ամերիկան ազգ չունի, իրենք քանդում են ազգը, ազգը ունի խնդրականություններ, ազգը ունի մշակույթ, ազգը ունի հիմունքներ, ազգը ունի ապագա, ժողովուրդները չունեն այդ ոչ մի բանը, իրենց ուր քշեն հոտի պես, նրանք գնում են, ազգերը հոտ չեն, մենք ազգ ենք և փոքր ազգը հեշտ է պահելը ազգ, և դուք կործանեցիք դա, որովհետև չսովորացրեցիք ոչ մի բան, ազգը չիմացավ ոչ մի պրոցեսից աշխարհի, ապրեցին մենակ քաղաքի մասշտաբով, վերջ, անգամ
Գյուղատնտեսությունից տեղեկություն չստացան, որ գյուղատնտեսությունը ամենակարևոր բանն է երկրի մեջ։ Դրա համար ես ամեն ինչի ինչի եմ բացատրում ես։ Բացատրում եմ, որովհետև ոչ մի այս սիստեմները մեր երկրի համար չեն աշխատելու, քանի որ մեր երկիրը չունի էլ այդ մարդկային կապիտալը, ինչ էլ որ ունի, բոլորը այնքան ամբիցիոզ են, որ բոլորը միշտ քաշում են դեպի իրար եւ վերջում ոչ մի բան չի ստացվում, ամեն մեկը իրանն է գողանում տանում, ամեն մեկը ինքն է ուզում լինի, ամեն մեկը իրանն է ներս քաշում, հիմա ընդհանրապես չի ստացվելու էլ։ Քանի որ ես հիմա 100%-ով վստահ եմ, որ մենք հիմա ունենք դիկտատոր, 100%-անոց դիկտատոր։ Հիմա շատ ավելի վատ է լինելու, քանի որ սրա տարած ճանապարհը, որ ժեխ է ուզում սարքի, ժեխ ու դիկտատոր։ Դա ուղղակի ահավոր է դա, ահավոր մի բան է դա։ Իմ կարծիքով եւ ով ուզում է կարծի սա կլինի, չի լինի, ռեալիստիկ է թե ոչ, իմ կարծիքով Հայաստանի Հանրապետությունը պետքա լիներ Հայաստանի թագավորություն։ Հայաստանը պետքա մնար նույն թագավորությունը, Հայաստանը վերջի անգամ եղել է թագավորություն, պետքա մնար թագավորություն։ Հայաստանը պետքա մնար թագավորություն այնքան ժամանակ, ու հիմա բացատրեմ ինչի, որովհետև թագավորության մեջ էլի կարա լինի, նայեք Անգլիայի մոդելը, թագավորության մեջ կարա լիներ լորդերի պալատը ոնց է, ես նորից բացատրել եմ սա առաջ, իշխանների պալատ, թող ոնց որ կա բոլոր ռեգիոններից, ամեն ռեգիոն ունենար իր իշխանը, փոքր, թեկուզ փոքր պետության մեջ կապ չունի, և նրանք մարդկանց բոլոր ուրեմն կարիքները կհոգային իրենց, կբերեին իրենց օրենքները, իրենց առաջարկները, բայց ժողովուրդ գոնե 50 տարի, բոլոր հարցերը վերջում կլուծվեր մեկ մարդու կողմից, վերջում այդ մի մարդը, իհարկե լորդերի այդ պալատը կամ իշխանների պալատը կունենար իր այդ որոշում կայացնելու մեջ կունենար իր հարաբերական չափը, բայց մի մարդու որոշումը 50 տարի, 40 տարի կստեղծեր ստաբիլություն, փոքր պետություն, որը որ չունի ոչ մի բան առաջարկելու, ունի փոքր արտադրություններ, փոքր ինչ-որ էքսպորտներ, որը որ հիմա Ռուսաստանի հետ կապված պրոբլեմների մեջ է, և չհանգարց չկարծեք Եվրոպան դա ձեզնից գնելու է, մոռացեք, նման բան չի լինելու։ Մեր երկրում վերացնելու են ֆարմերը, ֆարմերի տեղը ելնելու են դատա սենտերներ, դատա սենտերներով ձեզ սարքելու են պաղեստինցիներ, ես ասում եմ դա 100%-ով, 100%-ով, 2030 թվականին դուք լինելու եք ստրուկներ, 100%-անոց ստրուկ, ժեխ ու ստրուկ, թագավորությունը կունենար մեկ մարդ, ինվեստիցիան, ինվեստմենթը, հանգստություն է սիրում, հանգստություն, մեր երկիրը ոչ մի բան չունի առաջարկելու, բացի այդ փոքր արտադրություններից, մեր երկիր ինվեստիցիա բերելը, ինվեստմենթ բերելը, ամենակարևոր բանն էր, երբ որ դուք իրար եք ուտում ներսում, և անընդհատ երկիրը անհանգստության մեջ է, անընդհատ երկիրը այս նույն բանի մեջ է, ձեռներդ վերև տնգած կանգնած եք միտեղ, անընդհատ երկիրը սրա մեջ է, ոչ մի ինվեստոր աշխարհի վրա չի ուզենալու Հայաստանում ոչ մի գումար ներդնի, դրանով երկիրը ուղղակի կանգնելու է կռախի առաջ, բոլոր աշխարհում ինվեստորները, բոլոր, որոնք իմանային, որ այս երկրում այդ մարդը, որը որ որոշում կայացնողն է, ով ուզում է լինի, այդ մարդը դժվար է, այդ մարդը հեշտ է, այդ մարդն է, վերջ, իր հետ լեզու գտնել կարելի է,
Եվ քանի որ ստաբիլություն կա, միլիարդներ կգային Հայաստանի Հանրապետություն, միլիարդներ, գիտեք ինչի համար, 2,800,000 ժողովրդով երկիրը, այդ մարդկանց աղքատությունից հանելը այնքան հեշտ պրոցես է, պետության պարտքը նայեք ուրա հասցրել այս ոչխարը, նայեք ուրա հասցրել, ու այդ բոլոր, այդ ամբողջ գումարը իրանք գրփել են, կերել են սաղ, պետությանը գցել են ընենց պարտքերի տակ, որ IMF-ը վաղը պետությունն է վերցնելու, պետությունը պարտքի տեղ, որովհետև դուք չունեք ոչ մի բան, ու անընդհատ սենց խառը վիճակներ ստեղծելով, ավելի ինվեստորներին վախացնում եք, այսինքն այդ պարտքը մարելու ոչ մի ապագա պլան և ապագա ինչ-որ դրական բան չկա, այդ պարտքը մարելու պլան այսօրվա դրությամբ գոյություն չունի, ընդեղ նստած ասում են էրնեք այդ օրը, որ Հայաստանի Հանրապետությունը տոկոսներից կընկնի կռախի տակ պետությունը ձեռներից կառնեք, այսքան բան, դա է լինելու վերջը, այս ոչխարը բերել է, որպեսզի իր հետույքը պահի այդ աթոռի վրա, անընդհատ պարգևավճար ու համերգ է կազմակերպում, ձեզ տանից բաղացնին, նրանց էլ բերի, որ կանգնացնի, որ իր թիկունքը պահեն աթոռի վրա պահի իր ոռը, կներեք, բայց պիտի ասեմ։ Եվ ինվեստորները կողքից նայում են ամբողջ աշխարհով, ասում են սա, կրկես է, ստեղ ուր գումար դնենք մենք, միած սրանց պետությանը նայեք, ստեղ ում հետ գործ բռնենք մենք, վաղը կարող է, վաղը մի հատ ուրիշ մարդ գա, կանգնի ասի մենք սենց ենք անում, մեկ է մի հատ ուրիշ կուսակցություն բացվի ու ասեն հիմա էլ սենց ենք անում, չէ հիմա էլ պատերազմ ենք գնում կամ հիմա չենք գնում կամ հիմա Ադրբեջան արի վերցրա, երբ որ ադրբեջանցիներն ու թուրքերը կտիրանան մեր պետությանը, դուք կտեսնեք, որ իրանք այտենց են անելու են Սուլթան Էրդողանը, որովհետև ինքը սուլթան է կամաց դառնում։ Ես ձեզ ասեմ մի բան, կյանքում չհավատակ, որ Ադրբեջանը, կյանքում չհավատակ, որ Ալիևը, որին թվում է, որ Ադրբեջանը իր հորինն ու Իրանն է, սեփականություն, ինքը դա տալու է Փաշաևներին, հանգարց այդպես բան մտքներով էլ չանցնի։ Գիտեք ինչ է լինելու Ադրբեջանի վերջում։ Ալիևը շատ լավ գիտի, իր տղային իր հետ ման է տալի, փորձում է, իր տղան դամբուլ է, լրիվ, այնտեղ մարդ չկա։ Նա հասկանում է, որ իր տղան չի կարողանալու, եթե իր տղան մնաց ղեկավարի այդ երկիրը, նրա տղային, անգամ եթե տղային շրջապատի, չգիտեմ ինչ, մի ամերիկյան security խումբով, որ տղային պահեն, իր տղային ուտելու են, այնտեղ չկա ոչ մի բան, նա լրիվ տարած է։ Ալիևը գիտի, որ ինքը սերունդ չունի, աղջիկները չեն ղեկավարելու, իրենք արդեն ասել են, տղան չկա, ինքը պետությունը միացնելու է Թուրքիային, ինքը Փաշաևներին չի տալու Ադրբեջան, ինքը պետությունը միացնելու է Թուրքիային վերջում, դա տենց էլ լինելու է, և Հայաստանն էլ հետն է միանալու, և եթե անգամ Էրդողանը մահանա գնա, հետևից ով որ նստի, սուլթանատ է ստեղծելու, եթե ձեզ թվում է, որ մենք առաջ ենք գնում որպես մարդ, որպես ցիվիլիզացիա, մենք գնում ենք առաջ ավելի զարգացած, ավելի մարդկային օրենքներով, ավելի մարդու իրավունքների պաշտպանված աշխարհ ենք ստեղծում, դուք չարաչար սխալվում եք, մենք առաջ ենք գնում դեպի ֆեոդալ, լրիվ տեխնոկրատիա, ֆեոդալիզմի տեղ լինելու է տեխնոկրատիա, Սիլիկոն վալիից տեխնոկրատները հիմա ֆեոդալներ չեն լինելու, օլիգարխներ չեն լինելու, լինելու են տեխնոկրատներ, այդ դատա սենտերների միջոցով ղեկավարելու են ձեզ ոչխարի նման, Հայաստանի այս ձեր հանրապետությունը
պետքա լիներ Հայաստանի թագավորություն եւ ամբողջ աշխարհի բանկային մեզ պետք չի որ մենք ուրիշի բանկերը օգտագործենք, մեզ պետք է որ մենք մեր բանկերը օգտագործենք, մենք մեր բանկերը ստեղծենք եւ այդ բանկերը անենց կարողանայինք ստրուկտուրան բանկերը եւ մենք ունենք շատ խելացի մարդիկ, որոնք կօգնեին դա անել։ Մեր բանկային սիստեմները անենց սիստեմներ սարքենք, որ կենտրոնական բանկին շատ ձեռնտու լիներ եւ իրենց հետ էլ աշխատենք հենց բոլորի հետ աշխատենք, բոլորի հետ եւ մեր պետության մեջ մարդիկ աշխարից կարողանային ոչ միայն բերեին ինվեստիցիաներ անեին, որովհետեւ ստաբիլություն կա, ստաբիլա, խախանդու, հանգիստա, խաղաղա եւ ստաբիլա։ Մի մարդը այդ մարդը չի փոխվելու հլվոր։ Այդ մարդն է որոշում։ Ինչ եղավ այս մարդու հետ կարանք լեզու գտնենք։ Եվ կոռուպցիան վերանար, որովհետև այդ բոլոր մարդիկ, այդ իշխանները կստանային լավ աշխատավարձներ, կոռուպցիայի համար շատ կոպիտ օրենքներ կլինեին։ Մարդը, որը որ կկառավարեր երկիրը, այդ թագավորը կլիներ մի մարդ, որը որ գիտի իր երկիրն է, նա չի ուզում թալանի երկիրը, նա երկիրն է առաջ տանում։ Նայեք, աշխարհի վրա դեռ կան թագավորություններ։ Նայեք, Հորդանանն էլ է թագավորություն, եթե Իսրայելը Հորդանանի կյանքը չուտեր, Հորդանանը նորմալ է թագավորություն կլիներ, հասկանում եք։ Անգլիան մինչև հիմա թագավորություն է, եւ նայեք, ուժը նայեք, նույն ձև բայց կարելի էր ունենալ բանկային համակարգ, քանի որ ոչ մի բան էքսպորտ չենք անում, մենք իմպորտ պետք է անենք, մենք իմպորտ գումարները գային մեր երկիր, դրվեր երկրում, քանի որ ստաբիլ է երկիրը, խաղաղ է, դրվեր երկիր, բայց մինչև դա մենք պետք է այնպիսի հարաբերություններ ստեղծենք Ռուսաստանի հետ, որ Ռուսաստանին այնքան ձեռնտու լիներ մեր պետությունը, քանի որ մեր պետությունը Ռուսաստանի դարպասն է։ Իրենք իմանային, որ մենք իրենց մեջքից չենք խփում, մի մարդա չի խփելու իրենց մեջքից, մշտական եղբայրությունը անելու քրիստոնեական թագավորությունը։ Բերեն 3 հատ ատոմային բայգալովկա դնային մեր երկրում, ոնց որ Լուկաշենկոն արեց։ Բոլորդ Լուկաշենկոին ձեռ առակ, մուժիկ։ Տեսակ ինչ արեց։ Լուկաշենկոն ապահովագրեց Բելոռուսիայի ապագան մի 300 տարի, եթե ոչ ավել։ Լուկաշենկոն ուղղակի հերոս է նա։ Ինչ ուզում եք ասեք մարդուն, հերոս է։ Իր ժողովուրդը իրեն սիրում է։ Նա թագավոր է։ Թեկուզ նա ինչ ուզում են ասեն, Լուկաշենկոն թագավոր է։ Թող մեր պետությունն էլ կարար դա աներ։ Եվ երբ որ բերեիք դնեիք այդ ատոմային գլուխները մեր երկրում, ով ուզում է կողքից բողոքի։ Մենք ինքներս կարող ենք դա սարքել։ Ով ուզում է բողոքի, ով ուզում է։ Մենք էգզիստենցիալ խնդիր ունենք մեր կողքերը։ Այնքան կապրիզ անենք, որ ասեին տվեք սրանց էս անորմալներին, տվեք վերջացնենք։ Բերել դնելուց հետո մեր չասեմ որտեղն էին համբյուրելու, որովհետև ով որ ունի դա, մի հատ Կորեային նայեք, ով է Կորեային անհանգստացնում։ Անկամ սնվելու ոչ մի բան չունեն, բայց ոչ մեկ չի ուզում նրանց անհանգստացնի, ոչ մեկ։ Իսկ մենք նայեք ինչ ենք անում մեր պետության հետ։ Մեր հետ կխոսային սենց, եթե 3 հատ դրած լիներ։ Ամբողջ աշխարհի ինվեստմենտը կգար Հայաստան, բանկային սիստեմ եւ ապահովագրված բանով, ատոմային ուժով։ Ձեր գումարները, ձեր ինվեստիցիաները ապահովագրված են ատոմային ուժով եւ ստաբիլությամբ դու գործ ունեք մի մարդու հետ։ Ամբողջ աշխարհի փողը կթափվեր Հայաստան։ Բանկային դիվիդենդներով, բանկային համակարգով
3 տարվա մեջ ամբողջ ժողովրդին Հայաստանի Հանրապետության ամբողջ մարդկային կապիտալը դուրս կգար աղքատությունից ու այնքան փող կլներ, չէիք հասցնի ծախսեիք այդ փոքր երկրի մեջ։ Ես ձեզ չեմ կարող նկարագրեմ, ես ինչքան research եմ արել, էլի, ինչքան եմ մտածել այս հարցով, ինչքան եմ փորձել հասկանալ, սա հնարավոր է թե չէ։ Սա ոչ թե հնարավոր է, սա պետք է արվեր ամենասկզբից։ Ամենասկզբից։ Մենք ինչ գործ ունենք, ֆրանսիական մոդել, ինչ որ սահմանադրություն, ինչ որ այդ ձեր ասած դեմոկրատիան չի աշխատում։ Նման բան չկա, կոռուպցիայի այս մեջ վխտացող դեմոկրատիան ո՞րն է։ Ոնց եք դուք դեմոկրատիա պատկերացնում մի մարդու մի ազգի մեջ, որ տաքսին էլ է ծանոթով կանչում։ Դուք ոնց եք պատկերացնում այդ նման ազգը դեմոկրատիայի մեջ ապրի։ Դեմոկրատիան գիտեք երբ է ստացվում։ Երբ որ մարդը նյութական բոլոր իր խնդիրները հոգալու պրոբլեմ չունի։ Այդ ժամանակ է ստացվում դեմոկրատիա, երբ որ կոռուպցիա չկա։ Այդ տենց է լինում դեմոկրատիան։ Ու դա դեմոկրատիա էլ պետք չի անվանել, ոչ մի բան էլ պետք չի անվանել։ Հայաստանի Հանրապետությունը արտակարգ ապրելու թագավորություն է, ոչ թե հանրապետություն։ Հայաստանի թագավորություն գալիս են մարդիկ տուրիզմի, որովհետև քրիստոնեական թագավորություն է։ Գալիս են արվեստը տեսնեն, արհեստը տեսնեն, գալիս են Քրիստոսին տեսնեն, գալիս են թագավորական տունը տեսնեն, ասենք, որ փոքր շատ մեծ չէ, համեստ թագավորական տունը։ Գալիս են տեսնեն, ոնց է սենց փոքր թագավորությունը սենց ծաղկում, ատոմային ուժով։ Մենք արդեն ունենք ատոմակայան, որ ձեզ խաբեցին փագել են տալի, որ ուժ չունենանք, ընդհանրապես ուժ չլինի, երբ որ դա սամաունիչտաժենիայի բանն էր, կնոպկեն էր։ Խելոք մնացեք, կսխմեմ, սաղս իրար հետ կգնանք։ Էդ էլ տվեք թող գնա։ Կտրեք, բոլոր կողմերից կտրեք թող գնա։ Ինչի համար է պետք։ Հային երկիր պետք, հա ինչի։ Ինչ եք անում երկիր։ Ընկեք մատերիալի հետևից։ Ընկեք ящիկ, արա ազգի մեջ երբ որ տղեն առաջի բանը մեքենայի մասին է մտածում, առաջին ավտոլներ մի հատ։ Ես շատ եմ սիրում մեքենա, իմացողները գիտեն ինչքան եմ սիրում, բայց ամենակարևոր բանը մարդը պետք է հասկանա սկզբից ուսումը, հետո նոր մեքենան կգնես, ուսումով գնաս սովորի, մի բան դառի, այդ մեքենան կգնես։ Ոչ թե սկզբից մեքենան գնես, հետո որ մեքենան լինի աղջիկներ բանը, տենց էլ ուսումը ում է պետք։ Դեբիլ մեծացանք, նարձյոժնիկ, կարծյոժնիկ, տենց ախպերս այդ տենց։ Այդ ամբողջ այդ ուրեմն մշակույթը այդ պետք է փոխվի։ Ես ձեզ ասում եմ, թագավորությունում նաև ժողովուրդը ինքը սկսում է ավելի արիստոկրատ դուրս գալ։ Ժողովուրդը ինքը իր մեջից ավելի ներշնչվում է արիստոկրատիայով։ Այս անգամ մարդիկ ավելի ազնվական հայացքների տեր են դառնում։ Մարդիկ ուզում են նմանվեն իրենց լիդերին։ Մարդիկ ուզում են դառնան իրենց լիդերի նման։ Իսկ հիմա մի հատ նայեք ձեր լիդերին։ Ուզում եք դուք հենց այդտենց էլ կա, բոլորը պերաշկի ուտող, սեմուշկա չրթող, այդտենց արա էս ի՞նչ լավ խաշլամայա, այդտենց։ Բայց այդտենց իսկ այդ ազգին կարելի էր ընդհանրապես հանել այդ իրավիճակից, որպեսզի այդ մշակույթը էլ չլինի։ Չլինի այդ մշակույթը պետք չի, կարելի է ուղղակի ունենալ շատ ազնվական ազգ, շատ խորքից գալացող բոլորը նորմալ
ուսում ստացած էթիկայի կանոնները անգամ դպրոցից, ես այն օրը ասացի, որ անգամ երեխաներին սովորացնեն դպրոցում, ինչպես նստել, ինչպես ուտել, դանակ պատարագի բռնելու ձևից բռնած, անձեռնոցիկը ուր դնել, որ պատարագ դանակը ուր է գնում, ինչի համար, այդ ամեն ինչը սովորացնել փոքր ժամանակվանից եւ զինվորական գործը ոչ թե ելնի, որ բանակից փախնեն, չուզենան գնան, այլ զինվորական գործը լինի ուղղակի, գիտեք ինչ, 1800-ականներին ես շատ եմ էլի կարդացել, նայել, ինչքան եմ հրապուրվում, այնց գրքեր ունեմ, նստում նայում եմ ժամերով, թե 1800-ականներին ինչքան մեծ ուրեմն պատիվ էր տղաների համար զինվորական գործը, որ հետո ասենք ինչ որ մի իրենց կրված պապիկի ժամացույցը իրանք ստանային եւ այդ ամեն մի փոքր դետալը շորերը իրանք մաքրեին, իրենց ուրեմն սապոգներից բռնած, մինչև իրենց հագուստը միշտ տենց պահեին, ինչ որ մարդը իրեն մեծություն էր զգում հագնելով այդ համազգեստը, որ գնար, ասենք ինչ որ բանի մասնակցեր։ Այս ամեն ինչը կարելի էր անել, եթե չլինեին կոռուպցիայով զբաղվող, ամբիցիոզ, ամեն մեկը իրար քաշող, այդ գեղցի մտածելակերպով մարդիկ։ Բայց հիմա ասեմ այն ինչ որ ուզում եի ասեի, ես խոսեցի մարդու հետ, խոսում ենք ընդհանուր եւ ինչ ասեց, ես ինքս էլ էի կարծում, որ նման բան ես առաջարկը արել եմ եւ ասել եմ, սենց բան եմ կարծում, հնարավոր է թե չէ, չեմ ուզում անգրագետ հնչալ կամ ուրիշ մարդիկ մտածեն, թե չեմ հասկանում ինչ եմ խոսում, դրա համար խորհուրդ էի հարցնում, որովհետեւ ես չգիտեմ, սա կաշխատի թե չէ, չգիտեի, քանի որ ես կարծում եմ, որ ընտրությունները կեղծվել են, ես ոչ թե կարծում եմ, ես համոզված եմ դրանում, ես կարծում եմ, որ պետք է ապոզիցիան հաշվի նորից, ոչ թե առանձին թվերը, թե ինչքան ձայն ա եկել Ռոբերտ Քոչարյանին, ինչքան ա եկել Սամվել Կարապետյանին, ինչքան ա եկել ուրեմն Գագիկ Ծառուկյանին, ոչ, մեզ պետք է հաշվել ընդհանուրը, ուրեմն կարելի է ստեղծել շատ արագ կերպով website, որը նորից մեր կողմը ապոզիցիայի թվերը կհաշվի։ Ես համոզված եմ, որ մարդիկ իմ տեսանյութերի տակ մարդիկ գրել էին, որ ես ընդհանրապես չէի ուզում, ես հույսս կորցրել էի, չէի ուզում ընտրեի, ընդհանրապես, բայց ձեր տեսանյութը դիտելուց հետո մեջս հույս առաջացավ եւ ես գնացել ընտրել եմ։ Ես ուղղակի չեմ կարող ձեզ նկարագրել ինչքան իմ համար մեծ ուրախություն էր դա, ես հպարտ եմ եւ ուրախ եմ, որ կարողացել եմ դա անել եւ մեծ անչափ շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանցից, որոնք իմ տեսանյութից ոգևորվել են եւ հույս է ներշնչվել իրենց մեջ եւ գնացել ընտրել են։ Ես շնորհակալ եմ ձեզնից, իրոք շնորհակալ եմ, որ դա արել եք դուք։ Եվ ինչ է արվում։ Բոլոր այն մարդիկ, որոնք հնարավորությունը ունեն, կարան հեռախոս ունեն, կոմպյուտեր ունեն, կարան մտնեն եւ ընտրեն նորից, այսինքն մտնում են իրենք անուն ազգանուն, հասցե, անձնագրի համար գրում են այդ website-ի վրա։ Դուք հասկանում եք, որ հակառակորդը չի գալու տեղ թիվ ավելացնի, որտեղ իրանց պետքա պակասացնել, ոչ թե ավելացնել, մեր կողմին մեզ պետքա իտոգը, այսինքն մեզ պետքա վերջնական թիվը, քանի մարդ էր ընտրել ապոզիցիայի կողմից։ Այսօր այս մարդու հետ, որ ես հանդիպեցի, ես կարևոր մարդու հետ, որը անունը չի ուզում, որ ես տամ անունը, եւ ես չեմ տալու անունը, ով է, բայց ճանաչված մարդ է, ասեց, որ հնարավոր է նման բան անել, լեգալ է, կարակ անեք, եթե ուղղակի այն մարդիկ, որոնք որ դուրսն էին եւ օգնում էին ընտրաշավին, բոլոր այդ մարդիկ հետ են գնում նույն ընտրատեղամասերը, նույն
թաղամասերը, գնում են բոլոր տեղերը, որտեղ որ կան տարեց մարդիկ, որոնք որ չեն կարող անել։ Պետքա նորից թեկուզ 15-20 օրվա մի ամսվա ընթացքում պետքա ունենալ այն թիվը, որը որ ընտրել է ապոզիցիայի կողմից։ Պետքա ունենալ մի հատ վեբսայթի վրա կոնսենսուսի պես անցկացնում եք։ Սենսուսը ոնց են անում, որ գնում են հաշվառում են անում։ Այդ այնց հաշվառումը արվում վեբսայթի վրա մտնում եք։ Դուք մտնում եք, գրում եք. ես ասենք Սերոփյան Սերոփ հասցե անձնագրի համար կողքը պետք է չի ասի ում է ընտրել։ Եթե ուզում եք կարող եք դա անել եւ այնպես անեք, որ չերևա։ Կոդով թող լինի։ Կարան վեբսայթը սարքեն, վեբսայթը անենց security տակ պայք, որ չլինի կոտրել եւ մտնեն նորից մարդիկ ընտրեն, այս անգամ մենակ ապոզիցիան ընտրի, մենք մեր համար թիվը պարզելու համար։ Հետո այդ թիվը, որպիսի կարողանաք այդ թիվը թեկուզ որպես ֆակտ դատարանում ներկայացնեք, չնայած որ ես ասեմ, ես ասել եմ, նորից եմ ասելու։ Այս մարդը ընտրություններով կամ դատարանով կամ ոչ մի նման ձև չի գնալու ժողովուրդ։ Չի գնալու։ Նա հնարավոր բան չի, որ նա գնա սենց։ Այս մարդը սրա գնալուն ուղղակի շատ ձևեր չկան։ Այս մարդը չի գնալու։ Սա մնալու է մինչև իր կյանքի վերջ։ Ես ձեզ հաստատ եմ ասում, սա չի գնալու։ Կամ Հայաստանի Հանրապետությունը պիտի վարի գնա, որ սա գնա ուղղակի, փախնի, որ այդ պետություն չկա, արդեն թուրքերը լրիվ մեր պետությունը վերցրել են։ Կամ ինքը պետքա ուղղակի դուրս բերվի։ Ինքը չի գնալու։ Ես ձեզ 100% եմ ասում, չի գնալու։ Ստեղ ուղղակի տարբերակ չկա։ Չի գնալու։ Դուք պետքա, եթե ուզում եք այս ճանապարհով գնաք, ժողովուրդ համբերություն ունեցեք, խնդրում եմ, բայց ժողովուրդը հոգնելա։ Ժողովուրդը հոգնելա սпасելու, ժողովուրդը հոգնելա տեղ եկե, որ ժողովուրդը արդեն ես տեսնում եմ Բագրատ Սրբազանի ժամանակ, երբ որ դուք չարեցիք, այն ինչ որ պետքա լիներ։ Իզուր տեղը, հենա, եթե պիտի նստեիր, անեիք, վերջացնեիք, էլի։ Դա ուղղակի չեմ կարողանում ուղեղիս մեջ տեղ անեմ։ Բերում հասցնում եք գործը պիկին, հասցնում եք կլիմաքսին, թողում գնում եք տներով, սա ինչ բան է։ Լավ, չարեցիք։ Հիմա ժողովուրդը, ես ձեզ, արդեն քանի որ ժողովրդի մեջը կասկած է մտնում, ժողովրդի մեջ կասկած մտել է արդեն, դա արդեն այդ կասկածը դուրս չի գալու, մինչև կոնկրետ կտրուկ քայլեր չլինեն, ժողովրդի մեջից կասկածը դուրս չի գալու։ Ժողովուրդ, խնդրում եմ ձեզ, եղեք համբերատար, տեսնենք ինչ է լինում։ Բայց միևնույն ժամանակ ժողովրդի մեջ արդեն կասկածը մտել է, որ դուք խաղում եք մի քանի կողմով։ Այդ Ռուսաստանի խոսակցությունն է, որ Ռուսաստանը ստեղ հաղթող կողմն էր, որովհետև Ռուսաստանը էլի եկավ, վերցրեց բան։ Ես ուղղակի արդեն այդ այս Ռուսաստանի սինդրոմը ուղղակի մի զզվանք է արդեն իմ մոտ առաջացնում։ Ռուսաստանը եթե հաղթող կողմն է սրա, այսինչ դուք կարծում եք այսքան թատրոն են խաղում, դուք կարծում եք սենց զանգում են իրար, ասում են դու սենց կանես, դու ես սենց կասես, ես սենց կանեմ, սենց պասերով խաղում են։ Դուք իրոք այտենց բան եք կարծում, այսքան թատրոն են խաղում։ Հայ ժողովուրդ։ Դուք ուրեմն պարզվում է սրանք դերասաններ են, բոլորը ամբողջ օրը զանգում են իրար, սենց ամբողջ օրը բեմադրությունների մեջ են սրանք։ Ռուսաստանը ոնց է հաղթող կողմը, դուք եք, երբ որ Ամերիկան ու Եվրոպան ամբողջ օրը ստեղ արդեն պարում են, որ իրանց ուզածին հասել են, հիմա Պարսկաստանը ինչի խփեց Իսրայելին մի անգամից, ինչի համար դուք գիտեք։ Ռուսաստանը հաղթեց, այ ժողովուրդ ջան, հերիք է այդ Ռուսաստանին հանգիստ թողեք։ Այդ Ռուսաստանը Պուտինը այնքան պասիվ է։ Ես զարմանում եմ այս մարդու պասիվության վրա, համբերության վրա, այս ուղղակի զարմացնում է ինձ, ուր է տանում սենց։ Ինքը կտրուկ քայլեր չի անում, տեսնում եք։
Ինքը կարար Ուկրաինան մի անգամից վերցներ։ Ինչ է Ուկրաինայի։ Մի 100 հատ լուրջ բանով խփեր Ուկրաինայի, վերջանում էր խաղը։ Չի անում, կարա չի անի, ունեն չէ, ինչի չի անում։ Հանգիստ sense գնում այն ինչ-որ, ուր է տանում, չեմ հասկանում։ Բայց Ռուսաստանը հաստատ հաղթող կողմը չէր։ Հաղթող կողմը հաղթել է բաներով, խաբեությամբ, մեծ խաբեությամբ, բայց ժողովուրդը հոգնել է արդեն։ Ժողովուրդը հոգնել է։ Կասկածը ժողովրդի մեջ է, որ դուք բոլորդ իրար եք սա անում, մեր երկրին, մեր ժողովրդին, թե Նիկոլի կողմին, թե այս կողմին, պետք են ամենևին նոր մարդիկ, որ ամբողջ այս սիստեմը, սկսած Լևոնից իրային հին ամբողջ սիստեմը պետքա դուրս գա, պետքա վсё վերջացավ, դուք չեք կարողացել սա անեք, you failed, անգլերենով ասած you failed, չի ստացվել, եթե ստացված լիներ, ես չէի խոսամ, մյուսը չէր խոսամ, մյուսը չի խոսամ, այս ինչ վիճակ է, չի ստացվել ու վերջ, եկեք ընդունեք, որ չի ստացվել, ձեր անկախ պետությունը, Սովետի ժամանակ սա ավելի լավ երկիր էր, քան թե հիմա, այտենց չի, ով կարող ասի, որ տենց չի, այն է Սովետի կոմունիստների ժամանակ, հանգստություն կար, մարդիկ էլ իրանց հանգիստ ձևով ապրում էին, մարդուն պետք է հանգստություն, մարդը, սովորական քաղաքացին շատ բան չի ուզում, իրոք նրա ուզածը շատ բան չի, նրա ուզածը նորմալ օրենքներն են, որ իրան չխանգարի ապրելու համար, փող լինի իր ընտանիքին կերակրի, տարին մի անգամ, երկու անգամ գնա հանգստանալու, մի քիչ նորմալ հագնվեն, մեքենա ունենան, սրանց ուզածները այս մարդկանց ամբողջ ազգի ուր ուզում եք գնացեք, սովորական մարդու ուզածը շատ բան չի, ու դուք չեք կարողանում դա ստեղծեք, դրա համար այս վիճակն է, սովորական մարդը եթե մի քիչ միջինից վերև ապրի, նա գոհ է, ստեղծեք պայմանները, որ տեսնի աստիճան կա բարձրանալու, նա գոհ է, չեք արել այս ոչինչը, չեք արել, մի քիչ էլ ազգից էլ է գալի, բայց այդ ազգից որ գալիս է, դա գալիս է նրանից, որ ազգի մեծերը ազգին չեն կրթել, չեն տվել այն ֆունդամենտը, որ այդ մարդիկ առաջ գնան, այդքան բան, ամբողջ սիստեմը պետքա փոխվի ուղղակի ու վերջ, ժողովուրդ, ինձ թվում է դա տարբերակա կազմել ինչ-որ մի website, pinned մի բան, app լինի, մարդը մտնում է իր հեռախոսից, շուտ իր անուն ազգանունը դնում է, արագ, այնպես որ process-ը շատ արագ լինի, շատ հեշտ լինի, հենց մտար app-ի առաջին edge-ը գրում է, ձեր անուն ազգանունը, հեռախոսի համարը, հասցեն, անձնագրի համարը, այս տակի 4 հոգուց կամ 6 հոգուց, 8 հոգուց ում եք ընտրել դուք, սխմում է, տակը սխմում է enter, submit, վերջացավ այդքան բան, ինֆորմացիան գնում է և անգամ եթե մոտավորապես կարողանաք հավաքեք, քանի հոգի են ընտրել ապազիցիան, դրանով կարող եք հիմունք որպես գնաք հիմա ասեք այս է թվերը, ձեր բերած թվերը խաբեություն են, ընտրությունները կեղծվել են, սա իմ կարծիքն է, եթե սխալվում եմ, մի բան էլ ասեմ, ուրեմն կարևոր, ես այն մարդկանցից չեմ, որ մտնեք վիրավորանքներ գրեք և ես ուղղակի ասեմ դե լավ, գրելա, եթե ձեր վիրավորանքները, ես չգիտեմ ինչի համար եք դա անում, որովհետև եթե մի բանի չեք համաձայնվում, կամ մի դիտեք, կամ ամեն մարդ իր խոսույթը ունի, խոսում է, դուք էլ խոսացեք, ես կլսեմ, եթե պետքա մտնեք հարգանքով, չեք համաձայնվում ինչ-որ մի բանի հետ, հարգանքով գրեք, գիտեք ինչ, ես համաձայն չեմ սրա հետ, ես կբացատրեմ, չենք հասկանա իրար, ուրիշ բան, հաջողություն ձեզ, դուք ձեր կողմը ունեք, ես իրավունք ունեմ իմ կարծիքը հայտնելու, ես իմ կարծիքն եմ հայտնում, բարձրաձայնում եմ իմ կարծիքը, դուք էլ ձերը բարձրաձայնեք, եթե մարդիկ ձեզ կդիտեն, ձեր հետ կհամաձայնվեն, խնդրեմ, ես խնդիր չունեմ դրա հետ, խոսքի ազատություն կա,
Ես իմ կարծիքն եմ հայտնում, բայց երբ որ մտնում եք, անպատվում եք, նամանավանդ մտնում եք ընտանիք, ես դա չեմ ներելու, անպայման պատասխանը ստանալու եք, երբ որ մտնում եք ընտանիք, երբ որ խառնում եք կին, երեխա, մայր, հայր, եւ եթե մի քիչ շատ ձեզ թույլ տաք, իմ ձեռքերը շատ երկար է, ձեր տեղը ճանաչեք, ձեզ ոչ մեկ, ոչ Նիկոլը, ոչ մեկ չի փրկելու, ձեր տեղը ճանաչեք, ես իմ կարծիքն եմ հայտնում, խնդիր ունեք, գրեք մարդու կերպ, ձեր մակարդակը փորձեք պահել, ձեզ տիրապետեք ու ձեզ պահեք ձեր մակարդակը, գոնե մի քիչ, գրեք եւ ես կպատասխանեմ, բայց նման բաներ ես պատասխանելու եմ եւ շատ դեպքերում կցավացնեմ, այսքան բան, շնորհակալություն դիտման համար, ես ավել պակասի համար ներողություն եմ խնդրում, բայց մարդիկ կան իրոք իրենց շատ ավել պակաս բաներ են թույլ տալիս, ես ուղղակի պետք է անպայման դրա մասին խոսեի, շնորհակալություն ձեզ, բոլորիդ շատ սիրում եմ, հույսով եմ, որ նորից կհանդիպենք շատ շուտով եւ մի լավ լուր կլինի, հաջողություն ձեզ